Բայց հիմա դրա համար տեղեր կան, մեթոդներ կան, բուժումներ կան, կարող է մեզնից վազն անցնի, գնա իր առողջությամբ զբաղվի։ Լսի, իր ամբողջ քաղաքական գործունեությունը դա չարի ատելության գործունեությունն է։ Քերին Նիկոլնա, հա, ու շնորհավորում էին Քերի Նիկոլին ու Քերակին Աննային։ Երկու իմպոտենտություն կա։ Ինքը երկուսից մեջ էլ կա։ Եկեք կուսակրոնությունը որպես պարտադիր պայման հանենք։ Այդ թող գնա գլուխը պատով տա։ Հիմա դու չես որոշելու, մենք կներեք արտահայտության համար սեքս անենք, թե չանենք։ Սիրիր մերձավորիդ, ամենամեծ, ամենակարևոր պատվիրանն է։ Եղբայր, այս մարդը մերձավորին չէ, ոչ մեկի չի սիրում։ Մենակ ատելու ոչ մեկ չի սիրում ատում է։ Այդ դեղերն էլ չեն օգտվում, այդ նշանակում է ստրեսը բարձր է, ինքը իր տեղում չի։ Ինքը այնքան թույլ է, որ ցանկացած դիմադրություն իր համար իրանից վտանգ է ներկայացնում։ Ասում էր, բանա, քյաբաբար քյաբաբ, ասֆալտին կփրենք, կշինեմ։ Ինչ ասես արել է այս տարիների ընթացքում։ Ձերքերը իրանցից լվանալու միջոց է։ Ասեն ախպեր, դե բանադրեցինք կամ նզովեցինք, всё, ախպեր, всё, վերջացավ։ Մենք մեր հարցերը լուծեցինք։ Սրբազաններից մեկը այդ խորհուրդը տվել է։ Ասում է, քանի որ ձեր քավորը ներն է, եկեք նորից կնքենք երեխա։ Միացում։ Հողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասաց, Նիկոլն Արցախը հանձնել։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնորհ, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես, բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ողջույն, դուք հրապարակի YouTube-յան ալիքում եք։ Ներքևի հատվածում կարող եք մեզ բաժանորդագրվել, կարող եք մեկնաբանություններ գրել ու շատ շնորհակալ կլինենք, եթե մեր այս տեսանյութը տարածեք։ Այսօր ես ու Ավոն խոսելու ենք դոմփելու, դոմվելու եւ մնացած քաղաքական իրողությունների մասին։ Ողջույն Ավջան։ Զարա ջան։ Եթերում ասեցի այդ բառ։ Դե հիմա դա մեր առօրյա խոսակցականի մեջ ամենաերևի հաճախ հնչող բառն է։ Փոքր disclaimer տամ, հա, որ անցյալ շաբաթ ուրբաթ օրը մենք բոլորս առավոտյան արթնացանք այն շոկից, որ բոլորս իրար ուղարկում էինք Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջի սկրինը, որտեղ ինքը գրել էր ինչ որ սրբազանի մասին, որ ինչ որ քերակնոջը որին խորհուրդ էր տալի, չգիտեմ, կամ հորդորում էր եւ այլը, գնալ եւ դոմփել իր քերա շարունակել դոմփել, թե ով էր այդ սրբազանը, ով էր շատերս ով էր քերակինը։ Ամենակարևոր հարցը էս պարագայում ով էր քերակինը, որովհետեւ այդ արշավը շարունակվեց մի քանի օր, հա, մենք միջև հիմա, ինչև այսօր երկուշաբթի օրը դեռ շարունակում է Նիկոլ Փաշինյանը այդ իր գրառումները եկեղեցու եկեղեցականների դեմ որոշել է կուսակրոնության հարցը կարգավորի, չգիտեմ ոնց է կարգավորելու ենթադրում ման վերահսկելու են ինչ որ ձև սրբազանների։ Եվ ամենահետաքրքիրը, որ երեք Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն էր ու ամբողջ քաղաքում հայտնվեցին գրառումներ, տարբեր հատվածներ, որ Քերին Նիկոլն է։ Որ Քերին Նիկոլն է, հա, ու շնորհավորում էին Քերի Նիկոլին ու Քերակին Աննային։ Մի խոսքով, այս քաղաքական իրողության մեջ մենք փորձում ենք հասկանանք, թե պետության ղեկավար լինելը ինչ է նշանակում։ Սկսենք նրանից, որ պարզա, որ Նիկոլ դրա մասին ուրիշներն են ասել, եւ ես դրա հետ համաձայն եմ, ես էլ եմ տենց մտածում, որ Նիկոլ Փաշինյանն է ուզում է, որ ամբողջ հասարակության նկատմամբ տոտալ վերահսկողություն ունենա։ Այդ հասարակության մի հասարակական կառուցվածքների նկատմամբ դրանցից մեկը հայ առաքելական եկեղեցին է, որը շատ ազդեցիկ է։ Գիտես, ես որ բանը հիշեցի, Պուշկինի հեքիաթը հիշում ես, այն որ ասում են, хочу быть больше царицей, хочу быть царицей морской, и чтобы рыбка мне прислуживала։ Նես տպավորությունն է, որ իրան այս իշխանությունը չի բավարարում, ինքը որոշել է այն կառույցների վրա իշխանություն հաստատի, որը ի սկզբանե չի ենթադրում, որտեղ ինքը կարա իշխանություն ունենա։ Ինքը այնքան թույլ է, որ ցանկացած դիմադրություն իրան համար իրանից վտանգ է ներկայացնում։ Իսկ քանի որ հայ առաքելական եկեղեցին իրանից ըլնելով ազդեցիկ, ըլնելով կուր կառույց եւ մեծաքանակ կառույց, որը ունի ներկայացություն Հայաստանի բոլոր մարզերում, մարդկանց վրա։ Իհարկե, մարդկանց վրա Սփյուռքում ունի հսկայական ազդեցություն, մարդկանց սրտերի, հոգիների ուղեղների վրա ունի ազդեցություն ու պատկերացնես այդ կառույցը Նիկոլ Փաշինյանի հսկողությունից դուրս է։
Խայտարակություն։ Խայտարակություն։ Հիմի ասում է կուսակրոնությունը պետքա ստուգենք, այդ բարեվարկության ինչ-որ հանձնաժողով ստեղծենք։ Ոնց են ստուգելու, կամ դա ինչ ստուգելու հարց է, այնտեղ Չասեք, քո ինչ գործն է։ Քո ինչ գործն է։ Հիմա ես օրինակ լինեմ եկեղեցու տեղը, հիմա ՏՎՀ հայրապետը համաժողովա չէ, հայտման արել հավաքել, որ տարբեր երկրներից գալիս են սրբազաններ այդ ժողովին մասնակցելու հենց այս արշավի արդով։ Ես ինձ տեղ մտնեմ, ինչ կանեմ, կասեմ, եկեք կուսակրոնությունը որպես պարտադիր պայման հանենք։ Այդ հո գնա գլուխը պատով տա։ Հիմա դու չես որոշելու, մենք կներեք արտահայտության համար սեքս անենք, թե չանենք։ Լսի, դա այդ կուսակրոնության հարցը Իրականում վաղուց է քննարկվում։ վաղուց է քննարկվում, քննարկումը ոչ միայն, էլի։ լսի, քննարկումը ոչ միայն հայ առաքելական եկեղեցում, քննարկումը ուղղափառ եկեղեցում, քննարկումը կաթոլիկ եկեղեցում, տես օրինակ բողոքականները այդ կուսակրոնությունից հրաժարվել են։ Լսի, կուսակրոնության բաներից մեկը ես չեմ ուզում մտնենք այդ խոսակցության մեջ ինչի համար է Ես ուղղակի որպես բան եմ էլի, մեթոդ եմ ասում պայքարի, ասենք էդ է քեզ տենց ուզում, հա, ընկերես որոշես ով հետ քնի, ով քերակնոջի ինչ անի, մենք էլ քեզ սենց բան ենք անում, պատասխան։ Զարա, երեք օրինակ ծանոթներից մեկի հետ այդ թեման էլի տենց քննարկում էինք մասնավոր զրույցի մեջ։ Ինքը իմ կարծիքն էր հարցնում, ու ինքը շատ տրամագծորեն, ինչ եմ ասում, տրամագծորեն հակառակ կարծիք ասեց։ Ասում է, այս իր չարության պատճառը որն է։ Ես ասացի մի բացատրություն ունեմ, որ ինքը այդ չարությամբ, ատելությամբ լցված մարդկանց նկատմամբ, հայ հասարակության նկատմամբ, իմ կարծիքով իր իմպոտենտության պատճառով։ Երկու իմպոտենտություն կա։ Ինքը երկուսից մեջ էլ կա, իմ կարծիքով։ Մեկը ֆիզիկական եւ քաղաքական։ Եվ քաղաքական, լսի, քաղաքական իմպոտենտություն ինչ իմաստով։ Ախպեր, այս մարդը 8-րդ տարին է իշխանության, իրանց թիմը։ Լսի 8 տարվա մեջ ոչ մի բան չեն կարող անել։ Ոչ մի բան։ Բացարձակ, որը, լսի, ոչ մի բարեփոխում չեն կատարել, ոչ մի արտաքին քաղաքականության մեջ հաջողություն չեն ունեցել ոչ մի տեղ ավելի ու ավելի են կզում կներեք արտահայտության։ Այդ մարդը նստել է, ասենք ինչից կարա խոսա։ Բայց ասենք մարդիկ հարց են չէ տալու իրան, ասենք դու ինչով ես ընդհանրապես ամբողջ կյանքդ զբաղված։ Այս կյանք ասելով, լավ, իշխանության ընթացքում եղած այդ կյանքի տարիները։ Լսի, տնտեսությունով չես զբաղվում, մշակույթով չես զբաղվում, կրթությամբ չես զբաղվում, քաղաքաշինությամբ չես զբաղվում, բացի հարկ հավաքելուց, փող հավաքելուց, որ խոսում ես հարկ տվեք, փող տվեք, այս փողը սենց անենք։ Այդ էլ լավ չի ստացվում, գիտես, չէ, հսկայական այս տարի բան են ունենալու, դեֆիցիտ են ունենալու։ Դե լսի, եթե տնտեսություն չկա, տնտեսությունը անկում է ապրում, մարդկանց ուշք ու միտքը այս երկրից փախնելն է, ասենք ոնց կարող է տենց երկրում տնտեսություն լինի եւ տնտեսական զարգացում։ Այս մեկը որպես քաղաքական իմպոտենտության դրսևորում, այդ մարդը չգիտի, չէ ինչից խոսա։ Հելնում է ամբախ-զամբախ սրանա կպնում, նրանա կպնում, ասենք սրանա քֆուր տալի, որ մարդը պարապա, մտքով պարապա։ Ասենք դրանից հիմար մարդ կարա լինի։ Առավոտը զարթնես, չիմանաս ինչ անես, հելնես սրան կպնես, նրան կպնես, սրան քֆուր տաս, այտենց գժեր կան, չէ, ասենք փորձանք էլի։ Փողոցներում իրան շրջապատի համար փորձանք։ Երկրորդը շատ հնարավոր է որ ինքը տղամարդկայնորեն իմպոտենտ է։ Ասեմ ինչի համար։ Կարաս ես սեքսոպաթոլոգ չեմ, չգիտեմ, հոգեբան չեմ, բան չեմ, բայց լսի, մարդը որ նախանձում է, որ ինչ որ մեկը կարա դոմփի սրան նրան, ով կարա նախանձի։ Նախանձելը Նիկոլ մտածում է այդ ուղղությամբ նույնիսկ։ Լսի, ինչի համար է մտածում։ Որտեղ ինքը չի կարող, այդ գործի մեջ չկա, արա ասում է, մի ուշելի արա սրանք կուսակրոն են, բայց ինչ որտեղ կարող է։ Սրանց արգելված է, բայց կարող են ինձ թույլատրված է, ես չեմ կարող, արա։ Դու պատկերացնում ես մարդկայնորեն, տղամարդկայնորեն ինչ ատելություն կարա գեներացվի այդ մարդու մեջ։ Բայց հիմա դրա համար դեղեր կան, մեթոդներ կան, բուժումներ կան, կարող է մեզնից վազն անցնի գնա իր առողջությամբ զբաղվի։ Ես բժիշկ չեմ, որ հիմա ասեմ, բերեք այսինչ դեղը նշանակենք, եթերով գրենք ինչ-որ ռեցեպտ գրենք, ասենք ախպեր գնա այս դեղը խմի, կարող է օգնի, կարող է չօգնի։ Հնարավոր է 1000 դեղա փորձը չի օգնել։ Հնարավոր չի տեսական որ։ Էդ էլ գիտես ինչի՞, ես կարամ ասեմ ինչի՞, եթե դեղերն էլ չեն օգտվում, այդ նշանակում է ստրեսը բարձր է, ինքը իր տեղում չի։ Ուզում եմ ասեմ, նայ, ես չեմ adekvat չեմ համարում նաև մեր եկեղեցու արձագանքը։ Հիմա դու լսի, ես համաձայնում։ Ես նենց բան եղած եմ, տխրած եմ, այս իրավիճակը ինձ նենց թևաթափ արել եմ, որ շաբաթ կիրակի բերանից չէր բացվում խոսում։ Դու ես համարում, որ պետք է վեհը գլխավորի
հականիկոլական ալիքը։ Մի կողմից մեր սպասելիքները եկեղեցուց, հայ առաքելական եկեղեցուց, նրա առաջնորդից պարզ է, որ շատ մեծ են, որ մենք ուզում ենք, որ ինքը դառնա օրինակ ոնց որ Բագրատ Սրբազանը ընդամենը մի թեմի առաջնորդ էր, բայց եթե ամենայն հայոց կաթողիկոսը կանգնի հականիկոլական շարժման, չէ, տրամաբանությունը սենց է, ավելի մեծ հաջողության կհասնի։ Հետո ինքը բարոյականության տենց բարոմետր պետք է լինի, էլի, որ ինքը տենց ինչ որ մի հատ մի կառույց կա, որտեղ, չգիտեմ, երկրի շահը, որտեղ հայի բարոյականությունը բարձր գնահատական ու բարձր պաշտպանություն ունի, էլի։ Զարա, բայց տես, լսի, քաղաքականությունը ինքը իրանով ենթադրում է հակադրություն, հակամարտություն, թշնամություն։ Արդարացրո։ Չէ, ես անկեղծ եմ ասում։ Ուրիշ բան, որ եկեղեցին ուղակի պետք է ասի, որ Նիկոլ Փաշինյանը, լսի, երբ որ փորձում է միջամտել հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին, չէ։ Հիմա ես հարց եմ տալի։ Ուտի եկեղեցիականները ասեն, դու ինչ կապ ունես այս եկեղեցու հետ։ Լսի, ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը քրիստոնյա չի։ Եթե նույնիսկ քրիստոնյա է, հաստատ ինքը հայ առաքելական չի։ Ես իմիշ աղանդավորական մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանի ամբողջ գործունեությունը ցույց է տալի, որ ինքը քրիստոնեության հետ ոչ մի կապ չունեցող մարդ է։ Լսի, ինչի համար եմ ասում։ Լսի, իր ամբողջ քաղաքական գործունեությունը դա չարի ատելության գործունեություն է։ Լսի, քրիստոնեությունը դա հավատա, սիրո եւ հանդուրժողականության մասին։ Դու իր գործողություններում ոչ սեր կարաս տենաս, ոչ հանդուրժողականություն։ Ոչ մի բան, ճիշտ հակառակը։ Մենք էլի ենք դրան անդրադարձել, եթե մարդը չի ծառայում Աստծուն, ինքը ծառայում է չարին, սատանային։ Հիմա մի քիչ սենց վերամբարձ է թվում բան, բայց ես քեզ ասեմ, քանի որ ինքը ծառայում է ոչ թե արժեքներին, ոչ թե մեր ասած այդ հանդուրժողականությանը, սիրուն եւ եղբայրական սիրուն բոլորի նկատմամբ, այսինքն ինքը պարզ է, չէ՞ որ այդ ինչը որ խոսում է, դա ատելություն է, դա ատելության խոսք է, գնա սենց արա, դու էնն ես, դու նա ես, դու ես, չէ՞, դա կգցեմ բազը պատվալները, մարդկանց համբալ անվանում, հազար բան։ Ինչ էր ասում էր, բանա, քյաբաբ ասֆալտին կփռենք, կշինեմ։ Չասես արել այս տարիներին։ Դա սատանային չարին հատուկ բան է։ Հիմա ես կարող եմ մի քիչ ոչ այնց ստանդարտ բան ասեմ։ Ախպեր, ես օրինակ մտածում եմ, որ տերտերները կներես, հայ առաքելական եկեղեցու հետ կկրվեց էլի։ Սպասավորները ոչ թե պետքա շարժում ղեկավարեն, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն։ Լսի, ես օրինակ կլնեի, ասենք կհավաքեի սրբազաններին, ասեի ախպեր, արեք չարի դեմ։ Չէ, լսի։ Արեք ամեն 5 շաբթի կառավարության նիստա, մեկ էլ ամեն 2 շաբթի։ Քանի որ ինքը չի գա մեր մոտ, ճիշտը գիտես չարին հանելու համար, մարդու միջից հանելու համար, կա մի հատ ձև, աղոթելը։ Առ Աստված աղոթես, որ այդ մարդու միջից լսի սատանան դուրս գա։ Ես բազմաթիվ Դել իրա սատանան էլ թող գնա իր տան ուզում է սատանայի հետ լինի, ինչի հետ ուզում ալնի։ Ախպեր, հա, բայց հիմի այդ մարդը հանգամանքների բերումով մեր երկրի իշխանությունն է ղեկավարում։ Մի քիչ բան բերեմ, էլի, տենց մի քիչ ավելի իրական դաշտ բերեմ։ Իսկ կարա սենց լինի, ասում են, չէ, դարերի վեր եկեղեցին պահել է այս երկրի այս բնակչության հայությունը։ Այսինքն եղել են դպրոցներ եկեղեցիներում, անգամ երբ պետություն չի եղել, եկեղեցին եղել է համայնքի համախմբման վայրեր Սփյուռքում, որտեղ որ ընդհանրապես Հայաստանից բան չի եղել օգնություն։ Այս վիճակում կարա եկեղեցին ասի, որ մենք պետք է փրկենք Հայաստանի Հանրապետությունը, այս չարիքից քո ասած, հա, ոնց որ Բագրատ Սրբազանն ասում ներից, ու այդ փրկության շարժումը իրենք ղեկավարեն։ Ես չեմ ասում քաղաքական հայտ ներկայացնեն, ասեն մենք գալիս ենք դառնանք հաջորդ իշխանությունը, բայց կարող են իրանք այդ որպես այդ բարոյականության, որպես այդ կառույցի ներկայացուցիչ, որպես այդ հայապահպանության գործի գլխավոր
հա, դարերով ի վեր է գլխավոր մասնակից ու իրականացնող, կան այդ ֆունկցիան իրենց վրա վերցնեն։ Թույլ տուր ես իմ տարբերակը ասեմ, ես քո ասածը չեմ տենում, այտենց գործնական այդ ոնց պետք է լինի։ Ես օրինակ ասում եմ, եթե օրինակ ամեն 5 շաբթի, 2 շաբթի ու 5 շաբթի, ասենք օրինակ մի 200, 300 հայ առաքելական եկեղեցու բաներ, քահանաներ, վարդապետներ, arczepiskopոսներ, ասենց հավաքվեն, կանգնեն կառավարության դիմաց ու ասեն, որ մենք լսի, չեմ բաց մյուս տարբերակը եւ կոչ անեն հայ ժողովրդին, ասեն հա արեք դուք էլ արեք ստեղ, մենք ոչ մի բան չենք անում, ընդամենը աղոթում ենք, որ այս կառավարության կառավարիչների միջից չարը դուրս գա։ Դու Կամ այս կառավարության միջից չարը դուրս գա։ կառավարության որպես ընդհանրական եւ կառավարիչների միջից չարը դուրս գա։ Շենքից որպես վայր։ Լսի դու հասկանում ես, եթե ամբողջ հայ ազգը իր 3 միլիոն, 10 միլիոն, 13 միլիոն բոլորով աղոթենք, բոլորով կանգնեն կառավարության շենքի դիմաց, այն հայտնի անգլիական բան կա, անեկդոտ կա, ասում է, ինչ են ուզում, ասում է, բանը, ձեր հրաժարականն են ուզում, բոլորն եկել են, հիմա էսա, բոլորն եկել են, ներկա բացակայել անի, մեկը ինքը տեղից հեռացողը չի, ոչ չարն է իր մեջից հեռանում, ոչ այդ չարը մեր կառավարության շենքից է հեռանում։ Զառա ջան, քեզ է թվում, երբ որ բոլոր հայ ժողովրդի, բոլոր հայ հասարակության ներկայացուցիչները կհասկանան, որ հնարավոր է աղոթելով սրանց հեռացնել, հավատա մի վայրկյանում կհեռանան։ Մի վայրկյանում։ Դու նախ մի թերագնահատի աղոթքի ուժը։ Ես մարդկանց եմ տեսել, որոնց միջից ես հրաշքի հավատում եմ, կարող է դու ասես ավոն խելքը թրծրել է կամ ինչ-որ Այդ քո ասածը մարդիկ են եղել։ Դու մտածում ես ինչ է, դա դատարկության մեջ էլ է, չի չարը մտե։ Դու մտածում ես ինչ է, դա ինչ է։ Լսի, այդ որ նայում ես թվում է թե մարդկային կերպարանք ունի, չէ՞։ Սես նայում ես մարդկային կերպարանք ունի, բայց ինչի է տենց։ Պատճառը այն է, որ իր մեջ չարիքը մտել է, սատանեն մտել է իր մեջ։ Ինքը ծառայում է ոչ թե Աստծուն, ոչ թե մարդկությանը, այլ ծառայում է չարին, սատանային։ Եթե դու ասում ես, որ հնարավոր չի դուրս գա չարը իր միջից, ես քո հետ համաձայն չեմ։ Շատ հեշտ հնարավոր է հանել։ Եթե նույնիսկ իր միջից չարը դուրս չգա, եթե շենքից թող ինքը դուրս գա։ Ահա, այդ ժամանակ երբ որ 100,000-ավոր մարդիկ կհավ, հələ դու պատկերացնում ես 100,000 մարդ կաթողիկոս ասի, սիրելի ժողովուրդ, ոչ թե ասի հավաքվում ենք, որ հեղաշրջում անենք, այսպես անենք, ասի սիրելի ժողովուրդ, հավաքվում ենք, որ մեր աղոթքը ուղենք Տեր Աստված, Տեր Աստված, չէ։ Որ փրկի ես մոլորելին։ Որ փրկի մեզ եւ այս մարդու միջից հանի չարիքը։ Դու պատկերացնում ես ինչ զիլ կլինի։ Ու այդքան մարդ բոլորով իրար հետ աղոթեն, լսի անհնար է։ Հիմա հարց։ Ասա։ Վեհապար հայրապետը այդպիսի կոչով կդիմի երբևից ըստ քեզ։ Ես չգիտեմ, Երբ անգամ կասի, մեզ չէր վերաբերվում, այն անգամ Բագրատ Սրբազանն ինքն էր որոշը մտնել քաղաքականություն, մենք դրա հետ կապ չունենք, այն մյուս անգամ դե Արցախը հանձնեցին, մենք դրա հետ ինչ կապ ունենք, թող Արցախի թեմա անի, այն մյուս անգամ ՀՀԿ-ին են հալածում, դագաղներ են դնում, դե նախկին իշխանություններ են ինչ անենք, տենց իրանց տեղն է, լրագրողներին են հալածում, դե ինչ անենք, բոլոր էտապներում այս զարգացումը մի օրում չի եղել, դու հիշում ես 2018-ին չի, որ առաջի օրում հենց այս չարությունը, ատելությունը ազգի մեջ եղավ։ Այս մարդիկ լռեցին, հա, որ բանի պես ասում են, երբ որ եկան կոմունիստների հետևից, ես կոմունիստ չէի, երբ որ եկան աթեիստների հետևից, ես ասացի աթեիստ չէ։ Պրոֆմիության աշխատողների հետևից, ես ասացի մեկա պրոֆմիության։ Ասում եմ, երբ որ եկան։ Հիմա նենց է ստացվել, որ վեհը իրականում մնացել է վերջինը, որովհետև բոլոր մնացած խմբերն արդեն թիրախավորվել են։ Ասա մի, չգիտեմ, ինստիտուտ, կառույց, խումբ մարդկանց, որոնք չեն թիրախավորվել այս 7 տարիների ընթացքում, ու որ վերջում հասել են իրեն, դա էլ պատահական չի։ Հիմա գոնե իր սեփական ինքնապաշտպանության համար, պաշտպանության համար կանի մի բան, թե չէ։ Իսկ պարտավոր անի, էլի հասկանում ես, ախր մենք միշտ որ խոսում ենք պետք է անի, չպետք է անի, լսի ի վերջո, դա իր գործն է։ Պայքարել չարի դեմ։ Այո։ Մարդկանց մեջ, հիմա նորից վերադառնանք, որ Նիկոլի մեջ չարը մտել է, կամ այդ մարդկանց մեջ մտել է։
ում մեղքն է դու կարծում ես։ Էլի եկեղեցու մեղքն է, Իհարկե, բաց են թողել։ Իհարկե, ուրեմն Աստծո խոսքը տեղ չեն հասցրել այդքան մարդու։ Նու մարդու ասածը տենց հարաբերական եմ ասում, էլի տես մարդկային կերպար ունեցողների։ Լսի, Աստծո խոսքը որ չի հասնում մարդկանց հոգիները, այդ չարը տեսնում է, որ դա դատար կա, գնում է մտնում է այդ հոգին իրանով է անում, այդ մարմինը իրանով է անում։ Իսկ ով է մեղավոր, որ այդ մարդկանց մեջ չարիքը մտել է, չարն է մտել, որ դա դատար կա եղել։ Հայ առաքելական եկեղեցու նաև բաց թողումն է, ես չեմ ասում սխալն է, ինչ որ արատն է, էսային է, բաց թողումն է։ Մի որ այդ մարդը սկսել է չարին ու եկեղեցու իմաստը ո՞րն է, եկեղեցու իմաստը մարդկանց Աստծո խոսքը հասցնելն է։ Լսի։ Ու դու հիմի մենք որ խոսում ենք պարտավորը, գիտես ինչ, ոնց որ ասես հրշեջը պարտավոր է, հրշեջները եթե կրակ ինչ որ միտեղ հրդեհ լինի, հրշեջները կգնան կհանգցնեն։ Ես ասում եմ, չէ, որ միտեղ հրդեհ լինի, հրշեջը պետքա գնա հանգցնի, դա իր պարտականությունն է։ Եթե բժիշկը իմանա միտեղ մարդ է վատացել, սրտի կաթված է կամ չգիտեմ ճնշումն է բարձրացել, արդյոք նա կգնա հիվանդին օգնի։ Ախպեր ես ասում եմ նա պարտավոր է, որովհետև ցանկացած մարդ այս կյանքում ունի պարտականություն։ Իրանց պարտականությունն էլ չարի դեմ պայքարելը, իսկ չարի դեմ հնարավոր է պայքարել միայն Աստծո խոսքը այդ մարդուն հասցնելու եւ այդ մարդու միջից չարը հանելու միջոցով։ Ես դրա համար մենք մեր գործն է որ կոչ անենք, ախպեր, ընդամենը կոչ անենք, որ Հիմա դե ասում են եկեղեցին եւս մի գործիքակազմ ունի, հա, նզովելու եւ բանադրելու գործիքակազմն է։ Նզովում են այն մարդուն, որ եկեղեցու անդամ չի, եւ բանադրում են, այսինքն եկեղեցուց արտաքսում են այն մարդուն, որ եկեղեցու անդամ է։ Ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը անընդհատ ինչ-որ տարբեր եկեղեցիներում մոմ են վառում, հետո սկսում են այդ եկեղեցիների մասին գրառում անել, երևի թե եկեղեցու հետևորդ է, հա։ Կարելի է տենց ենթադրել, գոնե առերը որ դժվար է տենց ենթադրել։ Եվ բանադրելու եւ նզովելու ֆորմատը եկեղեցին այդ հնարավորությունը ունի։ Պատմության մեջ շատ քիչ դեպքեր են եղել, բայց ուրբաթ օրվանից ի վեր անընդհատ կոչեր են հնչում այս մարդկանց նզովելու եւ բանադրելու։ Արժի որ տենց Չէ, չարժի։ Դա ոչ մի օգուտ չի տալու։ Ընդհակառակը ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենալու։ Եվ նզովելը եւ բանադրելը դա ուղղակի ֆորմալ բան է։ ձեռքերը իրանցից լվանալու միջոց է։ Ասեն ախպեր, դե բանադրեցինք կամ նզովեցինք, всё, ախպեր, всё, վերջացավ։ Մենք մեր հարցերը լուծեցինք։ Այդ թեմայի շուրջ մի հատ փոքր բան պատմեմ։ Ուրեմն դու գիտես, որ ես աղջիկ ունեմ, բավականին մեծ, այսօր միջալես ծնունդն է 15 տարեկան է։ Շնորհավորում եմ։ Ես էլ։ Ուրեմն եւ նենց հաստատվել, որ Նիկոլ Փաշինյանն իմ աղջիկա Քավորն է, դրա մասն էլ գիտես, մեր հետևորդների համար եմ ասում։ Այնօր աղջիկս եկել է հարցնում ասում է, հիմա որ բանադրեն եկեղեցուց հեռացնեն իմ Քավորին, դա նշանակում է, որ ես այլևս Քավոր չեմ ունենալու։ Ու այդ հարցը ինձ էլ հետաքրքրեց որպես տենց անձնական։ Սրբազաններից մեկը այդ խորհուրդը տվել է։ Ասում է, քանի որ ձեր Քավորը ներն է, եկեք նորից կնքենք երեխան։ Ես այդպես դեպքի ականատես լսել եմ, ուրեմն Հայաստանի անունը չեմ ուզում տամ, հայտնի մարդկանցից մեկը մի այլ հայտնի մարդու իրան Քավոր էր արել, կնունքի Քավոր էր արել։ Հետո այս մարդկանց մեջ խնդիրներ առաջացան, թշնամություն առաջացավ, դե հիմի մի կողմից նրանք թշնամի են, մի կողմից Քավոր Սանիկ են, պատկերացնում ես։ Ու այս Սանիկը որպեսզի այդ բեռից ազատվի, իհարկե ես այդ չեմ ասում, որ քեզ խորհուրդ եմ տալի, ուղղակի ուզում եմ ասեմ, որ տենց օրինակ կա։ Ուրեմն հավաքում է իր շատ մտերիմներին, մի 20-30 մարդ, ովքեր իրան ճանաչում են եւ միշտ ասում են արա դե Քավորը տեսար քո հանդեպ ոնց պահեց եւ այլն։ Այդ մարդկանց հետ գնում է եկեղեցի, կանչում է Տեր հորը, ասում է Տեր հայր, սենց դեպք է եղել։ Եվ հա, չէ, ասում է ես ուզում եմ հրաժարվեմ այդ մարդու Քավորությունից եւ նոր Քավորի միջոցով կընկվեմ։ Եվ եկեղեցիականը ճիշտ ասած սկզբից փորձում է համոզել, թե շատ հնարավոր է, որ այդ քո Քավորը դարձի կգա եւ այլն, պետք չի շտապել բանման, բայց հիմի այդ Նիկոլ Փաշինյանի դեպքն է, էլի ինչ դարձի գալու մասին է խոսքը, էլի ասենք։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, դու այդ ողբերգության մեջ, իսկ դա անձնական ողբերգություն է ի վերջո։ Հա էլի, Քավորը դառնան սատանա լինի, պարզվի սատանա է, գնացել ես։
Հիմա տես, ինչ վերաբերում է, որ իրանք քրիստոնյա են, որովհետև մտել են եկեղեցի մոմ են վառել։ Ես էլի եմ ասում, այտենց ես բուդայական տաճար եմ մտել, մուսուլմանական մզկիթ եմ մտել, հո չեղա որ ես բուդայական եմ կամ իսլամ եմ դավանում։ Ես մտել եմ այդ շենք որպես բան էլի, ասենք Պատմամշակութային արժեք։ պատմամշակութային օջախ, կրոնի նկատմամբ, այդ կրոնի հետևորդների նկատմամբ ունեցած բանի, ինչ են ասում, հարգանքի դրսևորման նշան։ Հիմա հետս ենթադրենք Դաղստանում եմ գնացել բան, մզկիթ։ Հա, ասենք այդ լրագրողների հետ եմ եղել Դաղստանցի։ Ասել են գնանք մեր այս ինչ մզկիթը տես։ Հա, գնացել եմ։ Ինչ որ մտա մեր մզկիթ չդարձա բան, իսկ նույնը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, որ մտան եկեղեցի մոմ վառեցին։ Լսի, Հայաստանում ապրող եզդիները, չլինելով քրիստոնյա, մտնում են հայկական եկեղեցի մոմ են վառում, ինչ կա դրա մեջ, դա հավատքի հետ ընդհանրապես կապ չունի։ Ընդհանրապես։ Ուզում եմ ասեմ, քրիստոնյա լինելու համար նախ պետքա քրիստոնեության արժեքները սիրիր մերձավորիդ, ամենամեծ, ամենակարևոր պատվիրանն է։ Եղբայր, այս մարդը մերձավորին չէ, ոչ մեկի չի սիրում։ Մենակ ատելություն, ոչ մեկ չի սիրում, ատում է։ Ոչ միայն ատում, այլ նաև այդ ատելությունը քարոզում, Այլ այդ ատելությունը քարոզում է, հա հիմա դա ինչ կապ ունի քրիստոն։ Այդ մարդկանց խումբը քրիստոնեության հետ ոչ մի կապ չունի։ Հիմա որ բանադրեն կամ նզովեն, ինչ կփոխվի։ Ես էլ եմ ասում, դրանց միջից չարը պետք է հանվի, անպայման չարը պետք է հանվի։ Հիմա գանք մյուս հարցին։ Օրինակ ընդդիմությունը, մարդիկ ասում են, բանդիմությունը ինչի բան չի անում։ Իբր թե մի հատ այնց առիթ է բացվե, որ համազգային Բայց իբր թե որ լավ էլ բացվել է։ Դու դեմ ես։ Լսի, ես դեմ չեմ։ Ուղղակի հասկանում ես, Նիկոլ Փաշինյանը իր այս գործունեության վարչապետի պաշտոնում գործունեության ընթացքում այնքան սրանից ավելի վատ բաներ է արել իրականում։ Այնքան ավելի վատ ինչ որ միտեղ այդ վերջին կաթիլի էֆեկտը պետք է լինի, թե չէ։ Այդ բաժակը լցված չի։ Այդ բաժակը ոչ թե լցված է, վաղուց թափվում է։ Հիշում ես այն Սասունցի Դավիթի արձան կար, չէ՞։ Բաժակը, որ ասենք արդեն լցվել է ժողովրդի համբերության բաժակը, չէ՞։ Հա, բայց մենք ինչ ենք ասում։ Ստեղ մենք ինչ ենք ասում։ Ընդդիմությունը մի հարց չի կարող, մի հատ տարական հարց չի կարող լուծի այս ընթացքում, թե ով է ընդդիմության առաջնորդը, այսինքն իբր թե Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը այտենց հալած թափած արդեն լուծած է, մնում է բան էլի, առաջնորդ չկա։ Չգիտեմ, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն, ում բերեն։ Հենց այդ հարցը լուծեն, հենց այդ հարցը որոշեն, այս մարդիկ հայ հասարակությանը բերե կանգնացել են sense մի հատ փակուղում առաջ։ Այնքան կսպասեն, որ արդեն բանի, Թուրքիայի մի մասի առաջնորդի հարց պետք է լուծեն, ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչապետի։ Միշտ բերում են հասցնում են մի հատ կետի, երբ որ հասարակությունը ինքը իր միջից չի կարող առաջնորդ ընտրի։ Ասում են, դուք երևում է չեք կարող ձեր մեջ մարդ գտնեք։ Հեսա մենք ձեր փոխարեն ընտրություն կանենք ու ձեզ կպարտադրենք։ Ու ամենավատ ընտրությունը հենց այդ է։ Դեսի հարցը լավի ու վատի չի, մեկը եթե դու քո սրտով չի, դու չես արել։ Դու արդեն նվաստացած ես դրանով։ Այո։ Հույս ունենանք, որ այս վերջին կաթիլը կլինի ու իրանք այդտենց կհամախմբվեն ինչ որ մի կերպ, այս գոնե այս շաբաթվա ընթացքում ինչ որ մի հատ ընդհանուր տեխնացուկ առաջադրեն, ինչ որ մի գործընթաց կսկսեն։ Ես իհարկե դրա հույսը չունեմ, դու միշտ ասենք չունեմ։ Հա, որ բայց այնց ասում ես հույս ունեմ, էլի, այնց ուղակի մարդկանց հույս ունենանք ասում եմ։ Ասում եմ հույս ունենանք։ Կոչ եմ անում, չգիտեմ, էլի էլ ոնց ասեմ, խնդրում եմ, աղաչում եմ, կարակ պայմանավորվեք, տղեկ հերիքա։ Արդեն հափառի կուսակրոնության հարցն է քննարկում, հասկանում եք, էլ գնալու տեղ չկա, էլի, ավելի վատ բան անելու դեսիմ էլի, ինչ պետք է ձեր տներ մտնի, ինձ թվում է վաղուց մտել է արդեն, էլ։ Բայց մի ասա ձեր տներ, մեր լսի, որ sense մարդիկ մեկ-մեկ կան, չէ՞ որ եթերից խոսում են, ասում են, հեսա հերթը ձեզ է հասնելու։ Սա հասել է արդեն։ Բոլորից Ով է մնացել, պետք չի մենք մեզ առանձնացնենք հասարակական հասարակությանը մյուս անդամներին հաթաթ տանք։ Ի վերջո, երբ որ մարդիկ մանավանդ դրսից, չէ, մեկ էլ տենում ես արտասահմանից, չգիտեմ, Ամերիկայից, Եվրոպայից, Ռուսաստանից, գնացեք, դուք չեք հասկանում, որ սա ձեզ կործանում է, ախպեր արա, մեկ շատ լավ հասկանում ենք, մենք չգիտենք ինչ է։ Լսում ես, մտածում ես, արա կարող է սրանք տես բեսամտ
հասկացող մարդիկ են, մենք էլ շատ անհասկացող ենք։ Մի հատ իրանք որ չէին ասում, մենք չէինք հասկանում։ Ասես նստում են դրսում ու սկսում են խելք սովորացնել։ Ինքնասիրություն չունեք, բան, չգիտեմ, արա ձեր վերջը եկել է, իրանց դա չի վերաբերում։ Իրանց վերջը չի, իրանց համար շատ լավ է։ Իրանք պրոստը մեր մասին մտածելով sense մեզ ուզում են խորհուրդ տան։ Մենք չենք հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանում է, պետք է իրանց ասածին հետևենք։ Հիմա այս պահի դրությամբ մենք ընդհանրապես ճիշտ առաջնորդի կարիք ունենք։ Ինձ թվում է ամբողջ ազգը թե ներսում, թե դրսում դե քո ասած այդ կոչ անողները բոլորը պատրաստ են, որ ինչ որ մեկը հայտնվի, եթե ինչ որ մեկի հետևից գնան, ու այս իրավիճակը ինչ որ կերպ փոխեն։ Իհարկե։ Մենք էլ եմ ասում, եթե քաղաքական, լսի ժողովուրդը, սովորական հասարակությունը, օրինակ այդ մարդիկ իրանք չեն կարող լիդեր ընտրեն, լիդեր առաջադրեն, բայց էլիտայի խնդիրը, քաղաքական էլիտայի խնդիրը հենց այդ է։ Եթե իրանք այդ հարցը չեն լուծում, բայց ինչի համար գոյություն ունեն։ Համաձայն եմ։ Այսօր այսքանը կհանդիպենք հաջորդ երկուշաբթի ներքևի հատվածում բաժանորդագրվեք, մեզ կարող եք մեկնաբանություններ գրել, կարող եք հարցեր ուղղել, մենք ամեն ինչին ասա, որ ուշով հետևում ենք, մեկ-մեկ պատասխանում ենք, մեկ-մեկ ջղային սմայլիկներ ենք դնում մի խոսքով։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ երկուշաբթի հաջողություն։ Միացում։ Հողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասաց, Նիկոլն Արցախը հանձնել։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնորհ, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։